Բարի օր, հարգելի հայրենակից։ Ես հիմա գտնվում եմ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի այս մուտքի մոտ, տեսեք, հիշում եք 38-9 օր առաջ, հոկտեմբերի 20-ին, ինչի, չնայած, թող խոսան, ոչինչ, թող խոսեն ձեր վրա, ես ուզում եմ, որ ձեր վրա խոսեն, եթե խոսում են, բայց խոսում են անտեղի, նայեք, ես Նալբանդյան, Մոսկովյան խաչմերուկում ենք, ուրեմն այստեղ ամսի 20-ին հոկտեմբերի, հիշում եք, տեղափոխեցին պարոն Վարդան Ղուկասյանին, Գյումրի քաղաքից ըստ էության առևանգեցին քաղաքապետարանի շենքից, ապօրինի գործողությունների հետևանքով պարոն Ղուկասյանին տեղափոխեցին այստեղ, ինչ-որ ժամեր տեղի ունեցավ քննչական գործողություններ և դրանից հետո նրան տեղափոխեցին հակակոռուպցիոն դատարան և դատավոր Վարդգես Սարգսյանը նրա նկատմամբ որոշում կայացրեց հոկտեմբերի 21-ին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այդ 2 ամսից 38 օրը արդեն անցել է և պարզվում է քննիչը ինձ ծանոթում է, իհարկե ծանոթում է ոչ թե փոստային առաքման միջոցով, այլ էլեկտրոնային տարբերակով ծանոթություններ է ուղարկում և որոշում է կայացրել նախաքննության ավարտի վերաբերյալ և հիմա ինձ պետք է ծանոթացնի ինձ և մնացած պաշտպաններին գործի նյութերի հետ և ինձ հրավիրել է այսօր այստեղ ժամը 10-ին, որպեսզի ծանոթացնի գործի նյութերի հետ։ Ես որ ծանոթանամ, իհարկե ձեզ կտեղեկացնեմ, թե այս քննիչը 38 օրերի ընթացքում ինչպիսի քննչական գործողություններ է կատարել, որի համար պետք է կալանքի տակ պահել պարոն Վարդան Ղուկասյանին, կտրել նրան իր առօրյա գործողություններից, կյանքից, աշխատանքից, այդ թվում նաև մենք կպարզենք, թե ինչու են շուրջ 6 ամիս պարոն Ղուկասյանին գաղտնա լսել, այդ թվում նաև ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին, որ ես հիմա ժամը 10-ին այստեղ այդ գործողությանը կմասնակցեմ, տեսնեմ ինչ են ծանոթացնում ինձ, եթե նյութերը լինեն ծավալուն, ապա ես հատ-հատ պետք է ծանոթանամ այդ նյութերի հետ, եթե հարկ լինի օր ու գիշեր ես կտրամադրեմ դրան, այդ նյութերին ծանոթանալու հետ, այսինքն ժամանակ կտրամադրեմ, հիմա տեսնենք ինչ է կատարվել այստեղ, ինչ են կատարել այս քննչական կոմիտեում, ինչպիսի գործողություններ են կատարել և ինչն էր պատճառը, որ այդ գործողությունների համար պետք է պարոն Ղուկասյանը 2 ամիս մնար կալանքի տակ, հիմա եթե իրանք այսքան շուտ են ավարտել նախաքննությունը, ապա ինչու էին 2 ամիս պահանջում և այն դատավորը, որը կայացրեց այս ապօրինի որոշումը, այդ Վարդգես Սարգսյանը, հիմա պետք է նաև նա պատասխան տա, ինչու տվեց 2 ամիս ժամկետով կալանավորումը, որ հիմա արդեն նախաքննությունը նրանք ավարտել են։ Այսքան այս պայծրությամբ, հարգելի հայրենակիցներ, սրանից հետո հենց որ դուրս գամ, ես ձեզ կտեղեկացնեմ ինչ է կատարվում, իդեպ ասեմ, պարոն Ղուկասյանը գտնվում է այս շենքը տեսնում եք, ԱԱԾ-ի շենքն է, ԱԱԾ-ի մեկուսարանում, ստեղից մոտ 100 մետր հեռավորության վրա է այդ մեկուսարանը, այսպես էլ չփոխվեց 30 տարի իբր թե որոշեցին, որ դա պետք է լինի արդարադատության նախարարության ներքո, բայց այդպես էլ չփոխեցին, իսկ պայմանների մասին ես ձեզ արդեն հայտնել եմ, ակնհայտ է, որ ոչ թե իրավական գործընթաց է տեղի ունենում, այլ հաշվեհարդար և այս հաշվեհարդարի հեղինակներին մենք ճանաչում ենք, բայց ցավում եմ, որ հաշվեհարդարի սպասարկուները նաև իրավապահ մարմիններն են և դատարանները։